Այո, համեցեք, բարով եք եկել։ Շնորհակալ ենք։ Սրբազան ջան, ավանդույթին համաձայն բոլոր ընտրությունների նախաշեմին քարոզարշավի առաջի օրը մենք սկսել ենք քարոզարշավը ձեր օրհնությունը ստանալով։ Այսօր նույնպես ավանդույթը չենք խախտել, եկել ենք մեր Շիրակի թեմի առաջնորդի մոտ օրհնությունը ստանալու, որպեսզի օրհնեք մեր բռնած գործը, մեր գործն արդար է, մենք մեր քաղաքի համար ենք ոտքի ելել եւ այս թիմով մենք պատրաստվում ենք Գյումրիում բերել փոփոխություն, պատրաստվում ենք Գյումրիում բերել տրամադրություն, բոլորս լավ գիտենք, դուք առավել եւս այսօրվա մեր երկրի վիճակը, մեր կարգավիճակը, ինչ կարգավիճակում ենք գտնվում եւ այս ընտրություններին իմ եւ իմ թիմի մասնակցությունը պատահական չէր։ Դուք լավ հասկանում եք, որ սա ինքնանպատակ չէ, հենց ուղղակի միայն քաղաքապետի ընտրությունների մասնակցություն չէ, որ մասնակցում ենք քաղաքապետի ընտրություններին։ Սա շատ կարևոր ընտրություն է եւ այս ընտրությունով մենք փորձելու ենք երկրում տրամադրություն փոխել, երկրում փոփոխություն բերել, որին որ այս վերջի քան տարիները շատ շատերս փափագած սպասել ենք։ Սա հուսանք, որ Աստծո կամոք կունենանք հաջողություն եւ սա կլինի սկիզբը փոփոխությունների։ Շնորհակալ ենք ընդունելության համար, շնորհակալ ենք ինչպես միշտ պատրաստակամության համար, որ պատրաստ եք եւ պատրաստ եք եղել օրհնելու մեր բռնած գործը։ Եվ շնորհակալ եմ Աշուրդ։ Այո, ավանդույթ է դառնում եւ դարձել, որ այսօր որոշ անգամ քաղաքապետի կամ պատգամավորի ընտրությունից առաջ հնարավորություն ենք ունենում, այո, ձեզ հետ հանդիպելու, ձեր թիմակիցների հետ մեր օրհնությունը եւ բարեմաղթանքները փոխանցելու։ Եվ դա ոչ միայն խոսում է մեր միջև ձևավորված մտերմության մասին, այլ նաեւ եկեղեցի պետություն, իշխանություն, հասարակություն, տեղական ինքնակառավարման մարմիններ հարաբերություններում ձեր տեսլականի մասին, որ կարևորում եք եկեղեցու ներդրումը եւ ներկայությունը։ Ցավոք մեր 30 եւ ավելի տարիների անկախ պետականության պայմաններում ոչ բոլոր ուժերն են, ոչ բոլոր քաղաքական ուժերն են կամ ոչ բոլոր քաղաքական անհատներն են, որ հասկացան եւ իմացան եւ ըմբռնեցին եկեղեցու դերը եւ նշանակությունը։ Ցավոք, եւ դա միայն վնաս բերեց առավել երկրին, պետության, տեղական ինքնակառավարման մարմիններին, քան թե եկեղեցու։ Այո, հզոր պետությունը պետք է ունենա հզոր եկեղեցի, հզոր եկեղեցին պետք է ամենք մասնակցի պետության հզորացմանը, սա է բանաձևը, որը շատերը չհասկացան, ցավոք։ Դրա համար ես ձեզ հանդիպումը եւ բոլորիդ հանդիպումը տեսնում եմ այս կոնտեքստի մեջ, ոչ թե պարզապես քաղաքավարական այց, որը ընդհանրապես նաեւ պատշաճ է, անկախ դիրքորոշումից եկեղեցու նկատմամբ, բայց միայն քաղաքավարական այդ չէ սա, այլ պարզապես ձեր եւ ձեզ ներկայացնող ուժի վերաբերմունքը դեպի այն հաստատությունը, որի շնորհիվ մենք այսօր ունենք պետականություն։ Եվ որի նկատմամբ պատշաճ վերաբերմունքի բացակայության պատճառով հասանք այսպիսի ծանր վիճակի, ինչի մեջ որ ենք, եւ ցավոք ոմանք չեն հասկանում, որ ենք։
դուք եւ կան նաեւ ուրիշ ուժեր, որոնք այդ բանը հասկանում են անշուշտ։ Եվ մենք մեր լավագույն մաղթանքները, օրհնությունները փոխանցում ենք ձեզ, ձեր շրջապատող, ձեզ սատարող ուժերին, մաղթելով, որ այս անգամ Գյումրեցին կադարի լավ ընտրություն, որտեղ միշտ էլ կատարել է ճիշտ ընտրություն, այն իմաստով, որ ընտրել է ինչին, որ արժանի է։ Բայց երբեմն պետք է ընտրել նաև ճիշտ։ Եվ դա է ամենակարևորը, թե չէ պարզապես Գյումրեցի ընտրությունը միշտ չէ, որ եղել է ճիշտ։ Միշտ էլ եղել է գուցե վավերական, բայց ոչ միշտ եղել է ճիշտ։ Ամեն դեպքում մենք միշտ էլ հարգել ենք Գյումրեցի ընտրությունը, փորձել ենք միշտ էլ տեղական ինքնակառավարման մարմինների հետ ունենալ բարի հարաբերություններ, երբեմն ստացվել է, երբեմն չի ստացվել, բայց ամեն դեպքում մենք առաջնորդվել ենք կայսրի նկայսեր, Աստծուն Աստծուն սկզբունքով, եւ մեզ համար պետական, քաղաքային, տեղական իշխանությունները արգանքի արժանի են, անկախ մեր անձնական մոտեցումներից կամ քաղաքական այս կամ այն գծի հետ, այս կամ այն ուժի կապվածությունից։ Վճռական ընտրություն է լինելու այս անգամ, կարծեմ թե բավական լուրջ եւ ինչպես ասիկ կարող է այո Գյումրիի այս ընտրությունը վճռորոշ նշանակություն ունենալ նաև հանրապետական մասշտաբով, համապետական մասշտաբով։ Մեր համակրանքներն ու հակակրանքները հայտնի են, այնպես չի, որ մենք այսքան ժամանակ թաքցրել կամ թաքցնում ենք քաղաքական ուժերի առումով, անշուշտ բոլոր քաղաքական ուժերի մեջ էլ լինում են եւ լավ անձնավորություններ եւ նաեւ պատեհապաշտներ, դրանք կլինեն միշտ, եղել են միշտ, կլինեն այդ այսօր, բայց կարևորը այն է, որ այն իշխանությունը, որը գալիս է տեղական մակարդակի վրա կամ հանրապետական մակարդակի վրա, օգտակար լինի երկրին եւ ժողովրդին եւ պետականությանը եւ տվյալ պարագային քաղաքին։ Ես պարզապես Շիրակի թեմի առաջնորդ չեմ, ես նաև գյումրեցի եմ, ոչ միայն գյումրեցի եմ, այլ նաև քաղաքի կենտրոնի բնակիչ եմ, իմ ծնունդով և սնունդով, այնպես որ անտարբեր լինել ոչ մի կերպ չեմ կարող Գյումրու քաղաքապետի ընտրություններին, առավել ևս այս անգամ, այս փուլում Ես անշուշտ ցանկանալով ցանկացա, որպեսզի բոլոր ընդդիմադիր ուժերը միավորվեն, բայց երևի այսպես էր պետք կամ այսպես ավելի ճիշտ կլինի, բայց հուսանք, որ այո ընդդիմադիր այս կամ այն ուժի հետ միայնակ չկարողանա հասնել այն նպատակին, ինչին որ ձգտում է, ողջախոհությունը ունենան բոլոր կողմերով, բոլոր կողմերից ողջախոհություն ունենան միավորվելու եւ միասնական արդյունք գրանցելու։ Ես դա ասել եմ բոլորին, անշուշտ ես քարոզարշավից առաջ շատ հանդիպումներ ունեցել ենք մենք գրեթե բոլոր տեխնացուների հետ։ Եվ բոլորն էլ մեր հայրական, հովվական եւ քաղաքացիական նույն խոսքը ասել ենք։ Մնում է մեզ մաղթել, որ այո, ընտրությունները, քարոզարշավը եւ ընտրությունները ընթանան խաղաղ, հանգիստ, առանց որևիցե սխալ եւ անպատշաճ դրսևորումների որևիցե մեկի կողմից։ Եվ այո, Գյումրեցին թող կատարի իր ընտրությունը, որը հուսանք, որ կլինի ճիշտ ընտրություն։ Ձեզ ամենայն բարի հաջողություն, լավագույնի սպասումով։ Շնորհակալ ենք։